Մերոնք գետեմ կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Մեր ծրագրի գործընկերը Fast Bank-ն է, շնորհակալություն Fast Bank-ից։ Եվ այսպես վերջապես դարացունց ընտրություն տեղի ունեցավ։ ԿՊ-ն ցուցակ հրապարակեց, ովքեր են առաջին տեղում, ովքեր չգիտեմ եւ այլն ընտրվեցին։ Մե ուրախություն, մե խինդ, մե ԿՊ-ի առաջնային 70-ում, թե 10-յակում, թե 50-յակում նաև հանրահայտ Տիգրան Ավինյանն է։ Այն, որ պապան բոլորին ասում էր համբալեք։ Այն, որ հայերենը աղավաղում է փողոցում։ Եվ հիմա էլ, որ Երևանը փոսերի մեջ է, վատ ասֆալտ են արել, խաբել են ժողովրդին, ինչ որ մարդիկ խաբել են քաղաքապետին, թե քաղաքապետի հետ միասին են խաբել, ինչևէ ԿՊ-ին շնորհավորում եմ, ցուցակում ունեք Տիգրան Ավինյան։ Ձեր դառն օրերը դեռ նոր են սկսում այդ իմաստով, քայլող պատահականությունների շնորհիվ եւ հասարակությանը պիտի աշխատեք քիչ զզվեցնեք ձեր քարոզիչներով։ Այդ քարոզիչները այլևս հակաքարոզի տրամադրություն են ստեղծում եւ սկսում են այսպես տխուր ձայնով ասել, թե ինչ ձեռքբերումներ ունի ԿՊ-ն, ասում են խելոք բանը մեկ անգամ կասեն։ Չնայած փոսերի հետ կապված ես ոնց որ թե ինչքան հասկացա, Նիկոլ Փաշինյանը հերթական ժողովրդական ասացվածքը այնուամենայնիվ կարծես թե վերափոխել է։ Հիշում եք կար ասացվածք, որ ասում է անցակ դուշմանդ լինի։ Աչքիս Նիկոլ Փաշինյանը խմբագրել է գրել ամփոս դուշմանդ լինի, որպեսզի մենք փոսերից շատ չնեղվենք։ Չենք նեղվում, բայց ժամանակը ցույց կտա։ Հաջորդ դարացունց իրավիճակը Գագիկ Ծառուկյանի Հիսուսի արձանը ցիցանելն ու Նոյան Տապան ինչ որ բան ստեղծելը։ Նավ է ստեղծում, քաղաքական նավակ է ստեղծել։ Ուրեմն ասեմ ձեզ, ես մեկ անգամ ասել եմ Ծառուկյան անձի դեմ որպես անհատ, ոչինչ չունեմ, մարդ է իր համար աշխատող տղա է, ամեն մեկը չի կարող, չգիտեմ, շատ աշխատել, ճկուն լինել, չնայած ամեն շատ քչերն են, որ առանց ժամանակի իշխանությունների, այսպես ասած դաբրոյի կարողացել են այդքան միլիարդներ ստեղծել։ Ծագումնաբանություններ կան, որ կասկածելի են, բայց ամեն մարդ իր խղճի մեջ թող տապակվի։ Բայց եկեք տեսնենք, եկեղեցու հայրերը, քանի որ ամբողջ կյանքը կերել էին Գագիկ Ծառուկյանի փողերը, մի կես բերան ասեցին դեմ ենք Քրիստոսի արձանը տնելու։ Օրնիբուն Քրիստոս կանչող Նիկոլ Փաշինյանը հանգիստ խղճով կարծես թե թույլ է տվել, որ Հիսուսի արձանը Գագիկ Ծառուկյանը ցիցանի։ Ինչու եմ ասում ցիցանի։ Կան, այսպես ասած, մարդիկ, ովքեր իրենց համարում են շատ հավատացյալ եւ ինձ ասում են դու ինչպես ես համարձակվում։ Հիսուսը ձեզ ասաց, ինձ պահեք ձեր սրտի մեջ։ Ինձանից կուրքեր չսարքեք։ Հիմի արդարացումները, որ ասում են, միջև Նոյան Տապանի գազաններին հասնելը, ասեմ, թե ինչ է կատարվում։ Մարդիկ ասում են, ապեր, վատ է, ասում են, բայց չէ որ եթե դուք այդքան աստվածապաշտ եք, չէ որ Հիսուսը դա է ձեզ ասել։ Ասել է իմ արձանը չդնեք, ցից չանեք, արա, սրտներիդ մեջ պահեք։ Այսպես։ Այդ արաբարն էլ ինձանից ձեր համար եմ ասում, այդ տեսակ մտածողների։ Այնուհետ գալիս է հաջորդ արդարացումը, գիտես քանի միլիոն մարդ կգա Հայաստան։ Դե կներեք։ Հետ չէ կա, գալիս է ինչ անի։ Գալիս է իրականությունը պղծած Աստծո խոսքը ոնց որ կաթողիկոսն է Աստծուն խաբել կամ չլսել, գնացել մի քանի ընկերուհի հետ, այսպես ասած, կայֆավատ արել, նույնն էլ Ծառուկյան Գագիկն է կայֆավատ անում, Հիսուսի արձանը ցից անելով։ Սա աստված ուրացություն է կամ աստվածապղծություն։ Աստծո կամքը չկատարելը հենց դա էլ նշանակում է։ Այդ մեկ։ Երկրորդը Բա Աստծո արձանի անունով, Աստծո արձան եք դնում, որ բիզնես անեք, փող աշխատեք։
Եվ դուք համարում եք, որ սա օրինաչափ է, որ սա կարելի է Աստծո անունով փող աշխատել։ Բայց ինչի եք նեղանում, ասենք Կտրիչ Ներսիսյանի ինչ էր այդ Գարեգին բն։ Ինչի եք նեղանում այդ մարդուց։ Լավ է արել, ընդհանուր է արել։ Լավ է արել, էլի է անում, անելու է։ Ինչու եք նեղանում։ Եթե մի երկրում կարող է ինչ-որ մեկը, թեկուզ դրա անունը Գագիկ Ծառուկյան լինի, կամ Սուրեն Սարգսյան, մտքիցս անցնի, չգիտեմ, ինչ-որ մեկի արձանը տանեմ ու տանգեմ։ Այդպես չի լինում։ Այս քաղաքական ճակերտներով կապիտալ է բոլոր այն մարդկանց համար, ովքեր խոսում են Աստծուց, օրը 150,000 ջիգր, համա ապրանքը տակից ծաղացնում են, ուրանում են այդ նույն Աստծուն։ Նրանց համար ենթատեքստ է, որ Գագիկ Ծառուկյանը ապեդել լավ աղբեր է, էլի։ Գուցե լավ աղբեր է, բայց թող Քրիստոսով չզբաղվի։ Գագիկ Ծառուկյան կասեի, մի պետությանը ուսը դեմ տար ասեր, գիտեք ինչ, եկեք Հայք Նահապետի արձանը, եկեք մեր պապերի, մեր արմատների, ոնց որ արմատներից շատ հեռացանք, ապես կանել փող եմ շինում, էս անենք էլի, որ մեր արմատն իմացող լինի, որ մեզ այցելողը տեսնի, թե ով ենք եղել, ինչպես են եղել, եւ այլն, չէ, այդպիսի բան չկա։ Քրիստոսին դնեմ ապել լավ է փող կառնեմ։ Իդեպ տուրիստ բերելու, հա, այսպես կեղտոտ կոպիտ բանը, տուրիստ բերենք, բերելու խնդիրը մենք երբեք չենք կարող ունենալ։ Շատ բարձ պատճառով։ Հայաստանը քրիստոնեությունը պետական կրոն ընդունող աշխարհի առաջին երկիրն է։ Դրանից այն կողմ աշխարհ չկա, բայց արդյոք այս մասին աշխարհը գիտի։ Այդ Թևանյան Անդրանիկը, որ գնացել էր, մի հարցներ ռուսական դասագրքերում մի տարի տեսա քրիստոնեության ընդունումը աշխարհում։ Մենք չկանք, իրենց եղբայր հայերը գոյություն չունեն այդ դասագրքում։ Չկանք, պիտի հարցներ, ասեր, այ Իվան, այ հրաշք, այ սպիտակ ջանիդ մեռնեմ, այ Ղուրբանը տլնեմ, Պուտին են գույնավոր աչքերիդ, որը թաթարի աչքերի նման է, չգիտենք դու ինչ ես։ Բայց քրիստոնեությունը որպես պետական կրոն մենք ենք ընդունել։ Ձեր դպրոցի դասագրքերում ինչու չկա։ Իդեպ այդ հարցը Անդրանիկ Թևանյանը չտվեց, չի էլ տա։ Նախկիններն էլ չեն տվել, երկաներն էլ չեն տալու։ Դա պատմության կեղծիկ է, կեղծել է, պատմությունը կեղծել է։ Չկա, նրանք չգիտեն, մենք ինչ ենք, թուրք ենք, ուզբեկ ենք, ինչ ենք, ով ենք։ Նրանց դպրոցներում դա չեն ուսուցանում։ Բայց ասում ենք տուրիստ բերենք Քրիստոսի արձանը ցիցանենք, փող առնենք, աղբեր ջան, լավա, այնինչ իրականում այդ տուրիստը պիտի գար ու կգար, այստեղից Մասիսը կտեսներ, ինչպես տեսնում են առավոտյան բարի լույս կասեր, խորհրդանշական, մարդկության հիմքի սարը, պարտադիր չի մեր քարտեզում լինի, պարտադիր չի Մասիս գովել, կգան ու կտեսնեն ու կհիանան, կգան ու կգնան Խորվիրապ, որտեղ 15 տարի ճգնել է Գրիգոր Լուսավորիչը կամ չի ճգնել, բանտարկված է եղել, որտեղից դուրս է եկել, չգիտեմ, մեհյանները կարուքան դարել, բերել խաչը մեզ տվել, Քրիստոսին մեզ տվել, Ծառուկյան Գագիկն էլ ենա ծիծանում։ Ախր կինոկոմեդիա, ինչպես ասում են, կատակերգություն, դառը, դժվար կատակերգություն, բայց կատակերգություն, ոնց որ մարդն իր մեռելի վրա ծիծաղի։ Մենք այսօր այդ իրականությունն ունենք։ Այդ որ արդեն Գագիկ Ծառուկյանը մարսեց, անցավ քաղաքական գազաններին հավաքելուն։ Դե այդպես էր, Նոյը իր տապանով գազաններին էր հավաքում, ոչ միայն իր ընտանիքի անդամներին, դե դրանք ընտանիքի անդամը հասկացանք։
անպայման գազաններ հավաքեց, որ փրկի դրանց, ասենք ջրհեղեղից, կործանվելուց, եւ որ հետո վերարտադրվեր։ Հիմի հավաքել է, ասենք, ինչ էր, Թևանյան Անդրանիկին եւ ոնց որ Վանեցյանն էլ էլի տապանեկողներ կլինեն, որ Ծառուկյանը դրանց փրկի։ Գագիկ Ծառուկյանը, Թևանյան Անդրանիկը, չգիտեն, Վանեցյանը եւ մնացած Վանեցյաններն, ովքեր այս թևատակը կգան, Հայաստանի Հանրապետության չքավորության, դժբախտության, կորստի եզրին կանգնելու համար մեկ պատասխանատուներն են։ Իրենց պահվածքով, ժամանակին իշխանությունների հետ տատիկ մերիկ անելով, փողեր բաժանելով չորով, այն ինչ մենք այսօր ստացանք 44 օրյա պատերազմի տեսքով թուլացած բանակ, ծախու զինվորականներ, չգիտեմ, վախկոտ զինվորականներ, գործ տվող զինվորականներ, օտար երկրների շահերը սպասարկող զինվորականներ, դա շնորհիվ Թևանյան Անդրանիկի, Վանեցյանի եւ այլնով, քանզի վերջիններիս համար հայրենիքը ամենևին էլ զգացմունքը չի, իրենց գրպանի մեջ պիտի լինի, որ այդ հայրենիքով փող շինեն։ Հիմա այս մարդիկ առաջին ծիծեռնակներն էին, Նոյան Տապանի գազարանոցը հավաքվում է։ Ավելի քան, անկախ նրանից, չգիտեմ, ԿՊ-ն իր գազարանոցն ինչպես է հավաքում Տիգրան Ավինյաններով պանով, ինչպես են Նիկոլ Փաշինյանը պատրաստում սրա դեմն առնել, հասարակությունը ինքը պիտի այդ պատասխանը տա։ Հասարակությունը, մենք, մեզանից յուրաքանչյուրը, արդյոք Գագիկ Ծառուկյանը չէր պատճառը կամ այդ տեսակի համահավաքությունը, որ մենք ուղղակի կորցրեցինք մեր հայրենիքը, Արցախը, մեր ձեռքբերումը։ Այս համար էժանացավ ուսուցիչը, էժանացավ մարդը, Թևանյան Անդրանիկը չէր պատճառը, որ մեր համար մարդը արժեք չունի։ Արդյոք դա չէր։ Այդ ընտրությունների ժամանակ ամեն մեկ այդ պատասխանը պիտի տա։ Այն ավանակներին հազար ներողություն մեղ բարերիս համար, որ ասում, խի Ծառուկյանը լավ էլ ախպերա, լավ էլ հարուստ մարդ է, ինքը չի գալու թալանելու կամ Կարապետյանն են ասում նրանց դեր կանդրադառնանք։ Այդ մարդիկ կարծում եմ ազգություն չունեն։ Չունեն։ Միայն թշնամին կարող է նմանատիպ պետության ու պետականության հիմքերը խարխլող մարդկանց մասին ասի դրական խոսքեր։ Քանի դեռ վերջիններս չեն խոստովանել իրենց մեղքը։ Թևանյան Անդրանիկը այն որ ասում է այս տապանից են տապանված տալով ման է գալիս, վերջում էլ գնաց մի հատ ռուսներին գործ տվեց, թե հայերը ոնց չեն սիրում ձեզ։ Թևանյան Անդրանիկի տեսակը արժանապատվություն չունեցող մարդու տեսակ է։ Չասեմ տղամարդու, տղամարդը բարձր հասկացություն է։ Բա արժանապատվություն ունեցող մարդը, եթե գնացել հասել էր, չգիտեմ, ռուսական հերոստալիկ, պիտի ասեր թքեմ ձեր վրա, էս ինչ արեցիք։ Դուք մեր ախպերն էիք, մենք ձեզ պաշտում էինք, ես մինչև օրս ձեզ պաշտում եմ, բայց դուք խաբեցիք մեր ժողովրդին, դուք Արցախը ժամանակին բռնակցեցիք Ադրբեջանին, դուք Հայաստանի տարածքն անգամ այսօր չեք ընդունում, բայց գնաց ասեց, վայ Նիկոլը ձեզ չի սիրում, Իվան ջան, արի ես Նիկոլի հարցերը լուծի էլի։ Հիմա այս տեսակը հայտնվել է առյուծ Գագիկ Ծառուկյանի Նոյան Տապանում։ Երբ Վանեցյան, Արթուր էր անունը չեմ հիշում այդ Վանեցյանի անունը, կներեք, Վանեցյանը դարձավ ԱԱՑ պետ, ես մի քանի այն ժամանակ մերձավորներ կային Նիկոլի հետ, ասեցի, ես ուզում եմ հասկանամ, Նիկոլը ինչու էս Վանեցյանին նշանակեց, ես որտեղից գտավ սրան։ Ասեց այն ժամանակ հեղափոխության ժամանակ ինֆորմացիա էր տալիս։ Ասեցի, բայց ոսկոր բերող շունը կտանի էլ։ Այդ ոնց այդպիսի ռիսկ արիք ու ԱԱՑ պետ դրեցիք։
Այսպես, նա էլ գնաց ասեց կրիմնաշ, վաշ։ Եվ այս ծիծաղելի, այս ողորմելի, այս ողբալի երևույթը ոտքը դրել է գետնին, առաջիկա մի երկու ամիսներին կքարոզի իր լավն ու լավագույնը, իր եկեղեցաշեն լինելը, եկեղեցաշինել, կարծես թե ճշմարտություն է, այո, հավատ շինելը, մարդկանց ինչպես կարելի էր ծեծել ու ջարդել, ինչպես կարելի էր 400,000 Բարգավաճ Հայաստանը մոտ 400,000 անդամ ուներ, չլենք պանիմայր, և այդ 400,000-ից մեկ էլ տեսանք ընտրությունում տակը բան չմնաց կուսակցականներ էին, մի 600-700,000 էլ հանրապետական ուներ, ինչքան ուսուցչուհի կար դարձրել էր հանրապետական կուսակցության անդամ, մի 200-300,000 էլ դաշնակցություն ուներ, բոլորը ոչինչ չունեն, այլևս, բայց հիմի խառն օրեր են, հիմի պետք է հայտ ներկայացնեն ու պիտի խոսեն, թե իրենք ինչքան լավն են, այս մեյմունության, կապիկը մեյմուն է էլի, մեյմունության համար է ասում, որ գալու են դեռ օրեր, որ մենք պիտի այսպես նստենք ու չիմանանք ինչ ասենք, որին ասես, որ մեկին, գործողին ասես, թե այդ գործողի հացը կտրել ցանկացողներին ասես, շատ զավեշտալի իրավիճակում ենք, այնուամենայնիվ, այս ամեն ինչին կանդրադառնանք հատիկ առ հատիկ, ըստ ժամանակի և ըստ անհրաժեշտության և մեր հասունությունից է գալու պատասխանը բոլոր տեսակի Ծառուկյանների, Քպանների, Սամվել Կարապետյանների, ասմախորում չթողնենք մեծեշը, հակի, քաղաքական, այսպես ասած, խարդախների, սրանց պատասխանը մենք պիտի տանք, դե ժամանակ ունենք, մի քանի ամիս պիտի ուշադիր հետևենք, ով ինչ է արել, եթե կմոռանանք իրականում ինչ է երբ և ում պատճառով մենք կորցրեցինք և մեր զավակները զոհվեցին, այդ դեպքում, ինչպես իմ հանգուցյալ ընկեր Աշոտ Հախինյանն էր, Պարույր Սևակին ասում էր Սուրիկ Սևակին նենգափոխել ենք, մենք քիչ ենք, բայց մեզ էսերա շատ, այ հենց որ ընտրությունը մեր մտոք չլինի, այլ շահի ձեռամբ կլինի, ուրեմն Սևակին նենգափոխելը ճիշտ էր, ես վստահ եմ չենք նենգափոխի, առողջ կացեք, կհանդիպենք